Այս շաբաթ նիստեր գումարեցին ազգային ժողովի մշտական հանձնաժողովները տարբեր գերատեսչությունների տարեկան հաշվետվություններից բացի նիստերում քննարկվեցին նաև երկրի օրենսդրությանը վերաբերելի նախագծեր։ Լավ լուր վարորդական իրավունքից զրկված մեր քաղաքացիների համար։ Այս պահին վարորդական իրավունքից զրկված անձինք կարողանում են իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելուց հետո միայն, ինչը թույլ չի տալիս հասկանալ անձի վարքագծային փոփոխություն եղել է թե ոչ։ Այս առումով միջազգային պրակտիկան շատ ավելի լավ պայմաններ է առաջարկում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկումը տեղի ունեցավ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ Ներքին գործերի նախարարությունը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր մոդել է սահմանում։ Վարորդական իրավունքից զրկվելու դեպքում անձը զրկման ժամանակահատվածում բնականաբար չի կարող վարել տրանսպորտային միջոց, որպես կանոն այդ ժամանակահատվածը 1 տարին է, ունենք բացառիկ դեպքեր, երբ որ այդ ժամանակահատվածը 2 տարին է։ Այդ ժամկետը լրանալուց հետո նախատեսում ենք ունենալ պետական տուրքի վճարում 50,000 դրամի չափով, որի պայմաններում ինքնաշխատ եղանակով վարորդական իրավունքը կվերականգնվի անձի։ Վարորդականի վերականգնման ժամանակահատվածում վարորդին կտրվեն սահմանափակ թվով բալեր 6 միավոր 1 տարվա համար։ Այդ ժամանակահատվածում միավորներն ամբողջովին չսպառելու ու վարորդական իրավունքից չզրկվելու պարագայում հաջորդ տարվա համար ներքին գործերի նախարարությունը վարորդի համար կսահմանի արդեն ստանդարտ 13 միավորը։ Մեթոդը հետևյալն է. կարճ ժամանակահատվածում ֆիքսում ենք փորձաշրջանի ժամանակահատվածում տալիս ենք ավելի սահմանափակ թվով բալեր, եթե անձը իր վարքագծով ցույց է տալիս, որ ունակ է շարունակելու նորմալ գտնվելու երթևեկության մեջ, ապա այս ժամանակահատվածը անցնելուց հետո կրկին վերադարձնում ենք իրեն 13 բալային համակարգի ընդհանուր տրամաբանության մեջ։ Իսկ ինչ է լինում այն դեպքում, եթե հենց այդ ժամանակահատվածում անձը սպառում է միավորները կամ էլ կրկին զրկվում է մեքենայի ղեկին նստելու իրավունքից։ Տրամաբանական է, որ արդեն գործ ունեն կրկին զրկման իրավիճակի հետ եւ անձը նորից 1 տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից եւ դրանից հետո իրավունքի վերականգնում հնարավոր է բացառապես տեսական եւ գործնական քննությունների իրականացման ճանապարհով։ Սահմանվել է նաեւ անցումային ժամանակահատված, այն վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելու պահը վարորդական վկայականից զրկված անձանց։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ օրս վարորդական իրավունքից զրկվել է 16026 քաղաքացի։ Գերատեսչության ղեկավարի խոսքով կարգավորումները վերաբերում են բացառապես ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից վարչարարության շրջանակում վարորդական իրավունքից զրկման դեպքերին։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին падգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Падգամավորն առաջարկում է հիմնականում պահպանել գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը, դրանք դարձնելով առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած։ Նազարյանն առաջարկում է տոնացույցում կարմիրով նշել նավասարդ տոնն ու ամրագրել մի քանի տոնական օրեր եւս։ Օգոստոսի 11-ը հրաշալի օր կլինի նավասարդը նշելու եւ Հայաստան հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց կանչելու համար։ Առաջարկել եմ նաև տոն օրեր սահմանել ազգային փոքրամասնությունների համար իրենց իսկ առաջարկով կառավարությունը այդ օրերը ամրագրի։ Առաջարկում եմ նաև մենք ունենանք մարզերի եւ Երևանի օր, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ Տավուշեցին Վայոց ձորի մասին գրեթե ոչինչ չգիտի եւ եթե սոցիոլոգիական հարցում անենք, կպարզվի, որ օրինակ Տավուշեցիների ընդամենը 4%-ն է եղել Վայոց ձորում եւ Վայոց ձորցիների, ասենք 2%-ն է եղել Տավուշում անունը Թիֆլիս գնալուց։ Падգամավորի առաջարկով օրացույցում կարտացոլվեն նաև 5 մեռելոց օրերը, որոնց համար կառավարությունը կսահմանի ոչ աշխատանքայինից տարբերվող լուծում։ Կառավարությունը դեմ չէ օրենքի նախագծին, սակայն տնտեսական մրցակցության ներկայիս պայմաններում ոչ աշխատանքային օրերի թիվն ավելացնելը արդյունավետ չի համարում։ Գործադիրի առաջարկները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Հաջորդիվ հանձնաժողովը քննարկեց գործադիրի հեղինակած քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը։ Այն բխում է քրեակատարողական օրենսդրության կարգավորումները միջազգային չափանիշներին ու պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունից։ Փոփոխություններից մեկով սահմանվում է ազատազրկված անձին պատժախացում պահելու առավելագույն ժամկետը 14 օր։ Մեր օրենսդրությամբ պահման ժամկետը 1 օր է ավելի։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ազատազրկված անձանց մերձավոր ազգականների հետ շփումներն ու տեսակցությունը թույլատրելուն։ Գործող օրենսդրությամբ կարող է արգելվել ազատազրկված անձին որոշակի ժամկետով հաղորդակցություն ունենալ
այլ անձանց հետ, արգելքը տարածվում է նաև մերձավոր ազգականների վրա, համապատասխան միջազգային կառույցների իրավապաշտպան կառույցների տեսանկյունից ընդունելի չէ եւ պահանջը մոտեցումն այն է, որ անձին որևէ դեպքում չի կարող բացարձակ արգելվել հաղորդակցումը մերձավոր ազգականների հետ։ Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված եւ ձերբակալված անձանց պահման վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման նպատակով էլ Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայումս նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը։ Գործնականում առաջանում են դեպքեր, երբ անձին արգելված առարկաներ են փոխանցում անազատության մեջ պահվող անձանց։ Հիշել արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100 պատիկից 300 պատիկն է գործողով։ Առաջարկում ենք սահմանել նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի չափի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 300 պատիկից 600 պատիկի չափ։ Քննարկվող իրավախախտումների համար որպես վարչական տույժ նախատեսել նաև վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը։ Անչափահաս երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ եւ շարունակական խնամք, ուշադրություն եւ ներգրավվածություն։ Աշխատանքային պարտականությունների եւ ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա։ Այդ է պատճառը, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին գործադիրի հեղինակած աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները, կսահմանվի նոր եզրույթ՝ ծնողական ժամ։ Ծնողական ժամը մինչև 12 տարեկան, մինչև 2 երեխա ունեցող ծնողներին հնարավորություն կտա կես ժամ բացակայել աշխատանքից իրենց դիմումի հիման վրա։ Եթե երեխաների թիվը 3 եւ ավելի, ապա մինչև 1 ժամ, եւ եթե ունենք հաշմանդամություն ունեցող երեխա մինչև 18 տարեկան, այստեղ տարիքային շեմն ենք փոխել նորից, մինչև 1 ժամ անկախ երեխաների թվից ծնողը կարող է բացակայելու համար պատճառաբանությունը նշել պետք չի։ Ընդ որում ծնողական ժամից կարող են համատեղ օգտվել 2 ծնողները, դրանից օգտվելու պարագայում աշխատողը կվարձատրվի հիմնական աշխատավարձով եւ գործատուն ստիպված չի լինի ավելորդ աշխատանք կատարել ու միջին աշխատավարձ հաշվարկել։